Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը ներկայացրել է մարզի 2024 թվականի բյուջեի կատարողականը։ 24 թվականին Շիրակի մարզին ընդհանուր հատկացվել է 27 միլիարդ 625 միլիոն դրամ, որից փաստացի կատարվել է 27 միլիարդ 420 հազար 97.9%։ Մարզպետարանի կառավարման ապարատի համար նախատեսվել է 752 միլիոն, որի դիմաց փաստացի կատարվել է 748.9 միլիոն դրամը, մոտավորապես տոկոսային հարաբերությամբ 99.6%։ Ուզում եմ նաև սուբվենցիոն ծրագրերի մասով շատ կարճ ասել, կառավարության թվով 13 որոշումներով մարզի համայնքներին սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար նախատեսվել են 3 միլիարդ 958 միլիոն դրամ, որի դիմաց փաստացի ֆինանսավորվել է 3 միլիարդ 876 միլիոնը, 97.9%, այդ թվում Գյումրի համայնքին 1 միլիարդ 591 միլիոն դրամ։ Արուշանյանը պատասխանել է նաև մի շարք հարցերի, մասնավորապես Գյումրու-Շիրակացի փողոցի շինաշխատանքներին վերաբերող չարչրկված խնդրին։ Շիրակացի փողոցի հետ կապված կարող եմ ասել, որ մրցույթը տեղի է ունեցել, մրցույթի հաղթողը կա, ընդհանուր գումարը 800 միլիոնից ավել է, հիմի արդեն պայմանագրի կնքման գործընթացներն են գնում, Շիրակացի փողոցի հետ կապված խնդիրները, լուծումները ընթացքի մեջ են։ Դավիթ Արուշանյանը նշում է, որ Գյումրու ավականին կառավարությանն արդեն ներկայացրել է Գյումրու 19 փողոցների ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրերի հայտեր, միևնույն ժամանակ նշում աճող դոտացիաների մասին։ Գիտեք, խնդիր ունենք մենք ավականիների հետ կապված նիստեր տեղի չէր ունենում եւ սուբվենցիոն ծրագրերը չէր ներկայացվել, հիմա արդեն թվով 19 փողոցների սուբվենցիոն ծրագիրը ներկայացվել, կառավարությունը հաստատել է այդ սուբվենցիոն ծրագիրը, ընդհանուր 2 միլիարդից ավել է, որ կառավարության մասնաբաժինը 1 միլիարդից ավել է։ Գյումրու դոտացիան 2025 թվականին 4 միլիարդ է ավելացել, դարձել է 4 միլիարդ, 24 թվականին եղել է 3.5 միլիարդ։ Արուշանյանն իր խոսքում վերհաստատել է կառավարության որդեգրած քաղաքականությունը Գյումրիում անօթևանության խնդիրը լուծելու համար։ Աստղիկ Խաչատրյան այսօր։